Գյուղ եւ նորաձևություն, պատահական կապ, գյուղական խնդիր, սոցիալ-հոգեբանական ընկալում, թե պարզապես գյուղական ոճ եւ նորաձևություն։ Այսօր Գյուղքաստի 3-րդ հաղորդման շրջանակներում քննարկելու ենք հենց այս հարցերը։ Ողջույն Սուսաննա։ Բարի երեկո Աննա ջան։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն դուք։ Շատ լավ։ Այսօր քանի որ խոսելու ենք մարդկության թերևս կողմից որպես ընկալում ամենատարածված նորաձևության թեմայից, կփորձեմ որպես ոլորտի մասնագետ եւ ոլորտում գործունեություն ծավալող մի երկու բառով ներկայացնեք, թե ինչ իրավիճակ ունենք նորաձևության վերաբերյալ Հայաստանում, ինչպիսին է այն։ Կարծում եմ, որ այսօր մի քիչ ավելի ուրախ թեմա կլինի, բայց նորաձևությունը Հայաստանում նորաձևություն էլ կա։ Ես հենց ցանկանում եմ այդ հարցի պատասխանը ձեզանից ստանալ լսել։ Եկեք հասկանանք մոդա ասելով, թե իրական նորաձևություն։ Հայկական նորաձևություն, որ տանում է դեպի հայկական ակունքներ, մշակույթ, ժառանգություն, թե նորաձևություն, որ հիմա մենք քայլենք հրապարակում եւ կտեսնենք, նորաձև, այսինքն ճիչ արտասահմանից եկած, Ռուսաստանից եկած, ինչ որ մի նոր զգեստ, ինչ որ մի նոր տրենդ, ինչպես ասում են, կրթվելն էլ է նորաձև, ժամանակավոր ինչ որ մի տրենդ, դա համարվում է նորաձևություն, թե մոդա։ Ըստ իս նորաձևությունը դա ժառանգության, մշակույթի վերհանումն է երկրի զարգացման համար։ Այսինքն, այլ կերպ ասած, մենք կարող ենք ձևակերպել դա ազգային ժառանգություն որպես, որը այս պահին ձեր խոսքից կարող եմ ընկալել, որ պահպանված չէ, ճիշտ եմ հասկանում։ Այո, շատ ճիշտ եք հասկանում։ Այդ դեպքում ինձ ասացեք, խնդրեմ Սուսաննա, նոր հավաքածու ունենալը հեշտ է որպես այդպիսին, բայց ինչպիսին է արդյոք այդ նոր հավաքածուն շուկա դուրս հանել, եթե մենք տեսնում ենք ու քննարկում ենք տնտեսական տեսանկյունը տվյալ հարցի։ Շատ լավ հարց էր Աննա ջան։ Նոր հավաքածու ունենալը դա խնդիր չի։ Յուրաքանչյուր անձ այսօր կարթնանա իրեն մտերիմ մոտիկ կզգա նորաձևության ինչ որ ոճի հետ եւ կարող է նոր հավաքածու ստեղծել։ Բայց որքանով այդ հավաքածուն կկարողանանք արտահանել ներքին կամ դրսի շուկա, դա արդեն պետության խնդիրն է։ Դա չի կարող անել անհատ անձնավորությունը, դա չի կարող անել երկու հոգի միավորված, դրա ետևում պետք է կանգնած լինի պետությունը եւ իր աջակցությունը։ Իսկ այս պահին ինչպես կնկարագրեք պետության աջակցությունը տվյալ ոլորտում, այսինքն տեքստիլ, նորաձևություն, արտադրություն, արդյունաբերություն, կոնկրետ նորաձևության ոլորտին առնչվող, եւ արդյոք այն աջակցությունները, որոնք տրամադրվում են, եթե կան այդպիսիք, նպատակային են եւ ներկայացնում են մեր ազգային ժառանգությունը։ Շատ ավելի ճիշտ տեղին հարց։ Տեսեք, իմ սիրելի Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Ես էլ եմ շատ սիրում։ շատ, բայց այս անգամ իրականում սիրում եմ մեր տեքստիլ ոլորտը, որը ղեկավարում են խելացի մարդիկ։ Ստեղծեցին օպերատոր հիմնադրամ, օպերատորի օգնությամբ, որը փորձում է օգտակար լինել անհատից միջև մեծ ծավալ ունեցող արտադրողներին։ Սակայն ունենք դե իհարկե ինչպես միշտ ունենք բացեր։ Տեղեր կա, որ այդ աջակցությունը ճիշտ թիրախին չի հասնում։ Ճիշտ մարդկանց չեն ընդգրկում։ Ճիշտ ասելով ես չեմ ուզում ոտնահարեմ իրենց տաղանդը, ոչ, բացառապես, բայց մենք երբ որ գնում ենք ներկայացնում ենք Իտալիայում կամ Ֆրանսիայում Հայաստանի նորաձևությունը, մենք ճիշտ ընտրություն չենք տանում այնտեղ։ Մենք տանում ենք արտադրող, որի արտադրական ծավալը թույլ չի տալիս ներկայացնել Հայաստանը։ Վերադառնալուց հետո մենք ապշում ենք, ախր մենք պատրաստ չէինք դրան, այսինքն մենք չունենք ուղիներ, չունենք աջակցման ծրագրեր, որ կարողանան կապսուլային հավաքածու ստեղծողին էլ ներկայացնեն դրսում ճիշտ։
Այսինքն այստեղ աջակցությունները ավելի շատ միտված են եւ ուղղված են արդյունաբերական եւ ծավալային մասշտաբներ ունեցող ինչ որ, Այո, այդ կազմակերպություններին, այդ խմբերին բայց արդյոք այդտեղ պահպանված է ազգային ժառանգություն եւ դա ներկայացնում է հայկական նորաձևությունը։ միանշանակ ոչ։ Շատ լավ։ Այդ դեպքում ասացեք խնդրեմ, իսկ ներքին օղակներում, այսինքն միջ մրցակցային հարաբերություններում, ինչպես են դիզայներների, արտադրողների փոխհարաբերությունները, արդյոք առողջ է այդ մրցակցությունը։ Այ շատ հետաքրքիր տեղին, ինչպես միշտ դուք հարցերը կտաք։ Մրցակցություն Հայաստանում գոյություն չունի, առավել ևս առողջ։ Չգիտես ինչու տղամարդ դիզայներները ոտք են գցում կանանց դիզայներների հետ։ Իդեպ ասեմ, եթե տղամարդը կրում է կիսաշրջազգեստ, դա չի նշանակում, որ ինքը ինչ-որ մի շատ հատուկ դիզայներ է եւ դա իր ոճն է։ Դիզայներներն իրենց մեջ ինչ հարաբերություններ ունեն։ Բոլորը շատ ճպտում են, բայց միանշանակ իրար հետևից ինչ ասես, որ չեն գործում եւ ասում եւ անում։ Այսինքն մենք չունենք, եթե դուք տեսնեք միտեղ հավաքված բրենչի ժամանակ, թե նորաձևության ցուցադրության ժամանակ, որի փորձը ես ունեցել եմ ցավոք այս տարի, մի հայտնի դիզայներ հայկական ճակերտավոր ստեղծեց իր համերգը կարելի է ասել, չկա առողջ ընկերություն, չկա առողջ մրցակցություն, բացառությամբ մի 2-3 հոգու։ Այսինքն փաստացի մենք այստեղ ունենք շուկայական լճացում։ Այո, Ճիշտ եմ հասկանում։ այո։ Շատ լավ, այդ դեպքում որպեսզի մեր հեռուստադիտողին շատ ավելի པարզ լինի, թե ինչու ենք մենք այսօր այս թեման ընտրել, կարող եք դուք որպես ոլորտի փորձագետ մասնագետ մատնանշել այն փոխկապակցվածությունը, այն կապը, որը կա գյուղի եւ նորաձևության հետ։ Այլ կերպ ասած, գյուղական նորաձևություն, trend, քաղաքը տանենք գյուղ, գյուղը բերենք քաղաք, քաղաքակրթության, ոճի, նորաձևության տեսանկյունից եւ այլն եւ այլն։ Ինչպես կարող եք մի երկու նախադասությամբ նկարագրել այդ փոխկապակցվածությունը։ Տեսեք, գյուղական նորաձևություն պետք է պարտադիր լինի, քանի որ գյուղացի կինը ոչ մի բանով չի տարբերվում քաղաքացու կամ մայրաքաղաքում բնակվող կանանցից։ Ինչն է հիմքը դրա։ Յուրաքանչյուր կին պետք է զգա իրեն կին, անկախ իր տարածքային պատկանելությունից։ Մենք կրկին ձեզ հետ անցկացրեցինք շատ հետաքրքիր նկարահանումներ կոչելով գյուղական գժանոց։ Հոգեբուժարան, այո, հոգեբուժարան, որտեղ մենք այցելեցինք մի քանի գյուղեր, տեսանկարահանումներ արեցինք եւ տեսանք ինչ հետաքրքրությամբ, ինչ ոգևորվածությամբ գյուղացի կանայք մեզ հետ համատեղ ուզում էին մասնակցեին։ Ինչ էինք մենք անում։ Մենք ընդհանրապես իրանց առօրյայում օգտագործվող թե զգեստը, թե խոհանոցում ինչ որ մի իր օգտագործեցինք եւ ցույց տվեցինք, որ դա կարելի է այնպես մատուցել, այնպես հագնվել, որ դուք հետաքրքիր լինեք, դուք գեղեցիկ լինեք, նրբաճաշակ լինեք եւ մենք ձեզ հետ տեսանք ինչպիսի հետաքրքիր արձագանքներ եւ լավ կարծիքներով լի ստացանք մեր այդ գժանոցը հոգեբուժարանը տեղադրելով մեր սոցկայքերում։ Ընդ որում այստեղ հատկանշական եմ համարում մատնանշել, որ գյուղական հոգեբուժարան անվանումը միտված էր ոլորտում այնքան էլ չբարձրաձայնվող, բայց խորը արմատներ եւ արմատացած խնդիրների սարկազմով լուսաբանմանը, որը այո մեզ մոտ հաջողվեց, անմասն չմնաց նաեւ գյուղական նորաձևությունը, որտեղ այո մենք տեսանք արձագանքներ, արձանագրեցինք փոփոխություններ, վարակիչ, այսինքն մենք կարողացանք լինել օրինակ, որը ի նպաստ աշխատեց եւ մենք ստացանք գոհունակության խոսքեր։ Շատ լավ։ Այդ դեպքում ասացեք ինձ, խնդրեմ Սուսաննա, ինչու են ամենաուժեղ գաղափարները ծնվում դաշտում, մեռնում են քաղաքային սրահներում։ Ինչպես օրինակ կմեկնաբանեք այս միտքը։ Ինչպես կմեկնաբանեմ, ինչու են ամենաբարձր լավ գաղափարները ծնվում հողում, որտեղ հողում չկա թունակիմիկատ,
մարդկային էմոցիաների հետ կապված, հա, ես այդպես Տոքսիկ, հա, տոքսիկ նկատի ունեք, հա։ հարաբերություններ չկա։ Մաքուր է օդը, շրջապատը, այսինքն մարդ ստեղծագործում է այն տարածքում, որտեղ իրեն ազատ է զգում, կաշկանդված չի, ոչ մեկից կախում չունի։ Երբ որ այս գեղեցիկ գաղափարները գալիս են, հասնում են մայրաքաղաք, արդեն գործում են սահմանափակումներ, արդեն գործում են կանոններ, իսկ բնության գրկում կանոններ գոյություն չունեն։ Դրա համար շատ հաճախ, շատ լավ գաղափարները մահանում են հենց քաղաքում։ Շատ լավ, իսկ դուք որպես գործունեություն ծավալող տվյալ ոլորտում պատկերացնում եք ինչ-որ կապսուլային հավաքածու, որը նախատեսված կլինի հենց գյուղաբնակ եւ հատկապես գյուղաբնակ մարդկանց կանանց համար։ Այո, Աննա ջան, բացենք երևի մեր ունկնդիրների համար մի փոքր գաղտնիք, որ այդ կապսուլային հավաքածուն մենք գարնանը ձեզ հետ պատրաստում ենք, բրենդավորենք եւ ոչ մեծամասշտաբ, բայց փոքրիկ քանակով, քանի որ չունենք մենք այդ ֆինանսական հնարավորությունները եւ մեզ ոչ մեկ չի աջակցում, չի հովանավորում եւ ներմուծենք այդ հավաքածուն դեպի գյուղացուն։ Փաստորեն այստեղից հետևություն կարող ենք անել, որ անկախ ոլորտային գործունեությունից մայրաքաղաքից դուրս խնդիրները շատ ավելի շատ են, շատ ավելի կարծրացած են, սակայն չգիտես ինչու անտեսված։ Այդ դեպքում, եթե մենք չունենք աջակցություն, եթե մենք չունենք ֆինանսական մեծամասշտաբ հնարավորությունները, որպեսզի կարողանանք ավելի հավուր պատշաճի ներկայացնենք կամ ներդրումներ անենք, պրեմիում հավաքածուն, որը բնականաբար ավելի մեծ ֆինանսական հետևանքներ է իրենից ենթադրում, ինչպես կարող է ստանալ լայն տարածում, լավ PR-ով, աջակցությամբ, թե այլ ինչ-որ գործիքակազմով, ոնց եք պատկերացնում դա։ Տեսեք, Աննա ջան, ձեր բոլոր նշված գործիքներն էլ կիրառելի են։ Պրեմիում դասակարգման համար նաև պետք է մտածելակերպ, նաև պետք է մենտալիտետ, նաև պետք է փոխվի մեր ժողովրդի, մեծամասամբ մեր կանանց մտածելակերպը։ Ես ոչ թե գնամ Հունաստանից, Թուրքիայից, Չինաստանից, պատվիրեմ, չգիտեմ, սոբլ, որը այստեղ չի աճում, չենք բուծում, հա, մորթին ձեռք ենք բերում, ներմուծում ենք, այլ մենք պետք է այնքանով մտածենք մեր երկրի մասին եւ մի ժամանակ հատկացնենք, ուսումնասիրենք մեր հայկական օրինակ մորթիները, նորաձևությունը եւ օգտվենք Հայաստանից։ Թեկուզ մի փոքր բարձր գնային սահմանում պրեմիում կլասը դա մտածելակերպ է, բայց մենք այսօր պատրաստ ենք copy-paste-ին վճարել ավելի շատ գումար, քան գնալ մեր հայկական իրական նորաձևության, բայց մի փոքր թանկ սեգմենտից օգտվենք։ Այստեղից կարող ենք անել հետևություններ, որ մենք ունենք կատարելու աշխատանք մարդկանց մտածելակերպում ֆիզիոլոգիական, սոցիալ-հոգեբանական ընկալման մակարդակով ներմուծել եւ ներդնել, որ ավելի լավ է ունենալ մեկը, բայց որակով, քան 10-ը եւ անորակ եւ անճաշակ։ Ճիշտ եմ մեկնաբանում։ Իհարկե ճիշտ եք մեկնաբանում։ Շատ բարի։ Իսկ եթե չլիներ գյուղը, ինչի մասին ենք մենք խոսելու, ինչի մասին ենք մենք նորաձևությունը պատկերացնելու եւ ուր ենք տանելու նորաձևությունը, դեպի սրճարաններ, դեղատներ, որոնք այդքան լայն տարածում ունեն, թե միգուցե օրեցօր սնկի նման աճող ինչ որ հիպերմարկետներ, որոնք այս փոքր երկրում կարծես թե օր-օրի միայն ու միայն բազմանում եւ շատանում են։ Ես այստեղ կավելացնեմ մոլերը, տոնավաճառները, հա, ձեր նշած ցուցակին։ Եթե չլիներ գյուղը, ընդհանրապես ինձ թվում է, մենք չէինք լինի։ Քանի որ բոլոր ակունքները տանում են դեպի գյուղ, գյուղից է ստեղծվում կապը եւ քաղաքի հետ, եւ բնության հետ, եւ նորաձևության ինչ որ մի հետաքրքիր գաղափարի հետ։ Տեսեք, բազմիցս ասում են, որ խաշը հայկական չի,
չգիտեմ ինչը հայկական չի, գաթան հայկական չի, ունեն օտար ծագում։ Վերջերս դոլմայի մասին էլ էր Դոլման խոսակցություններ հայկական շոշափում, չի, այո։ այո, բաստուրման հայկական չի եւ եկանք հասանք մի հատվածի, որ լավաշը ճանաչվեց հայկական։ Բայց արի ուտես, որ պահպանենք լավաշը, մենք լավաշով ստեղծում ենք նորաձևություն, նկարում ենք եւ տեղադրում ենք։ Երբ որ նկատողություն չեք, հայտնում ես քո կարծիքը, դիզայներները նեղանում են։ Մենք մեր ավանդույթը պահպանել չգիտենք։ Ներողություն, լավաշով դիզայն ինչ ասել է, թե այսինքն ինչ ենք հասկանում դրա տակ։ Ես մի փոքր չընկալեցի անկեղծ։ Դա համարվում է արտ, Արվեստ։ այո։ Այսինքն այն ազգային հարստությունը, որը մենք ունենք եւ որը բացարձակապես ոլորտային չէ, կիրառում ենք անհամադրելի մի վայրում, մի տեղում, որով կարծես թե ես հասկանում եմ, որ մենք այդ ավանդույթը, այսպես ասած, ոտնահարում ենք։ Ճիշտ եմ հասկանում։ Այո, իսկ եթե մեր օտար հարևանը գա ասի, որ դուք դա չեք կարողանում պահպանել, դա ձեր ժառանգությունն է, դա ձերը չի, մերն է, մենք կասենք օ մեր ձեռքից տանում են։ Այսինքն նորից նորաձևությունը որտեղից է գալիս։ Մեր ակունքներից, մեր հին նախշերից, մեր հին զգեստներից։ Մենք փոխարենը մեր հինը վերածենք օգտագործելով մեր հին ամեն ինչը, հա, օգտագործելով եւ բերենք նորաձևություն եւ աշխարհին ցույց տանք, որ այո, գոյություն ունի հայկական կոդ, հայկական գեն, հայկական նորաձևություն, մենք ինչպես միշտ պատճենահանում ենք եւ տանում ենք գնում ենք դեպի օտար երկրներ։ Շատ լավ, այս հարցերի պատասխանը ստանալուց հետո ես մի փոքրիկ դիտարկում եմ ցանկանում կատարել, սա իհարկե նեղ մասնագիտական վերլուծություն չի ենթադրում, բայց ոլորտում գործունեություն ծավալելով ես ինձ համար այսպիսի փոքրիկ դիտարկում եմ կատարել, որն իմ սուբյեկտիվ կարծիքն է, օբյեկտիվորեն կարող է ինչ-որ առումով ընդունվել, այո, եւ կարող է չընդունվել իհարկե։ Այն միջավայրը, այն պայմանները, որը մենք ունենք մայրաքաղաքային տարածաշրջանից դուրս, ծնում է հանճարներ։ Այդ հանճարները արվեստի տարբեր ճյուղերում են։ Դրանք կարող են լինել լավ նկարիչներ, լավ դիզայներներ, որոնք հնարավոր է ինչ-ինչ պատճառներով կամ չընտրեն տվյալ ուղղությունը չզարգացնեն, կամ ընտրեն զարգացնեն, բայց գտնեն իրենց տեղը օտար երկրներում։ Սա այսպիսի փոքրիկ վերլուծություն, բայց ինչու եմ խոսում ոլորտում գործունեություն ծավալելով իմ անձնական դիտարկումից, որ այն գույները, այն համադրությունը, մենք գիտենք, որ գյուղացիական տնտեսությունները հատկապես զբաղվում են հողագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, որտեղ կանաչը շատ է, իսկ կանաչը խորհրդանշում է առողջությունը։ Մենք գիտենք, որ ցանկացած գույն ունի իր խորհրդանշումը, եւ ես պետք է այստեղ մի նկատառում անեմ, շատ հաճախ շատ գյուղաբնակ կանայք հագնվում են շատ ավելի նրբաճաշակ ու ճաշակով, քան քաղաքաբնակները, որ ծնվել, մեծացել են ոչ այնքան էլ հարմար բնակլիմայական պայմաններում, այսինքն փոշին ավելի շատ, կանաչ զանգվածը ավելի քիչ, հատկապես վերջին ծառահատումներից, այո, եւ քաղաքային կանաչապատման էկոցիդից հետո, եւ այստեղից հարց է առաջանում, ի՞նչն է խնդիրը։ Ես այդտեղ տեսնում եմ այսպիսի մի տրամաբանական պատասխան, որ գույների ընկալումը, դրանց համադրումը ուղիղ նշանակություն եւ կապ ունի այն միջավայրի հետ, որտեղ ես ապրում եմ։ Բայց միևնույն ժամանակ նկատում եմ, որ հաճախ ուղղակի կանայք, երբ որ շատ աշխատում են, հոգնում են, հոգսը շատ է լինում եւ այլն, պարզապես ցանկություն չեն ունենում առօրյա կյանքում դա կիրառել։ Ինչպես եք տեսնում այս հարցերի լուծումը եւ արդյոք համաձայն եք իմ այս հնչեցրած մտքի հետ։ Աննա ջան, ձեր հնչեցրած մտքի հետ ես լիովին համաձայն եմ, բայց հավել եմ։ Ինչու գյուղաբնակ կանայք ավելի ճիշտ են հագնվում, որտեվ իրենց չեն փչացրել։ Որտեվ իրենց չեն պարտադրել, չէ, ուրիշ բան մի հասկացեք, որովհետև իրենց չեն պարտադրել, որ այսօր այս տարի կարմիրն է նորաձև։
այս տարի ձիու Քաղաքաբնակներին ով է պարտադրում Սուսաննա, խնդրում եմ դա էլի մի ով է փոքր պարտադրում այո մեր հայտնի դիզայներները Օ յուրաքանչյուրը իսկ ինչ ֆորմատով, եթե գաղտնիք չէ։ Facebook-յան Այսինքն էջերում, սոցիալական հարթակներում, Instagram-ներում, այո, ամեն մեկը որոշում է խորհրդանիշ լինի եւ խորհուրդ տա, թե այս տարի ձիու տարին դուք պետք է դիմավորեք նոր տարին կարմիր զգեստով, սև ինչ կոշիկներով։ որ առումով նաև հակաքրիստոնեական ինչ որ ինձ թվում է Աննա ջան, մոտեցում է։ ասես մենք շատ հեռու կգնանք, եկեք վերադառնանք ընտանիք։ Այդպես իսկ գյուղում կանայք ժամանակ չունեն այդքան ցանցերով զբաղվել, դրանք դեռ իրանք մաքուր են։ Փչացրել բառը ես Ես օգտագործեցի, հասկացա։ իրանց չեն կարողանում այդքան ազդեցություն ունենալ իրանց ուղեղի, իրանց ապրելակերպի վրա, որտեղ իրանք այդքան ցանցերով չեն զբաղվում։ Ինչ լուծում պետք է գտնել։ Իմ միակ լուծումը դա է, որ մենք պետք է վերադառնանք էկո համակարգ։ Գյուղ գնանք, սնունդը մաքուր լինի, բնությանը վայելք լինի, հասկանանք մենք այս փոշուց, կեղտից դուրս գանք, պարտադրողականություն պետքա չլինի, սահմաններ ոչ մեկին չպետք է պարտադրի։ Հիմա մարդիկ հարց կտան, օրինակ այդ ամենը ինչ ազդեցություն ունի կամ ինչ նշանակություն ունի նորաձևության հետ։ Ես միանգամից անդրադառնամ այդ հարցին։ Վերջին տարիներին սերնդեսերունդ մենք տեսնում ենք հիվանդությունների տարեց տարի, Աճ։ նույնիսկ կարելի է ասել, երիտասարդացում։ Սնունդը, օդը, էկո համակարգը ուղիղ համեմատական են մեր հոգենյարդաբանական, ֆիզիոլոգիական, ինչպես նաև Ճկին, այո։ հորմոնալ, այո, ցանկացած փոփոխություններին, որը բերում է բնականաբար նույնիսկ գույների հանդեպ ընկալման, աշխարհայացքների փոփոխություն։ Երբ ես խոսում եմ, որ սա կարևոր է, որովհետև մենք ունենք դեռ սերունդ, որը մեզնից հետո ապրելու է, արարելու է, այսինքն մենք այսօր չենք խոսում միայն մեր առողջության մասին, որովհետև 60-ական թվականներից հետո, երբ քիմիական արդյունաբերությունը հետսովետական բոլոր պետություններում լայն տարածում ստացավ, մենք սերնդեսերունդ այո այդ խնդիրը տեսնում ենք։ Քաղցկեղածին բջիջների տարածումը, հայաստանյան աշխարհագրական դիրքը հաշվի առնելով այդպիսի տարածում չպետք է որ ունենար կարծես թե, բայց դա ունենք, այնպես որ այո, սնունդը որպես էներգիայի հիմնական աղբյուր, օդը բնականաբար լուրջ ներազդեցություն ունեն։ Շատ լավ։ Իսկ այսպիսի մի թեմա եմ առանձնացրել, քանի որ մենք միջև հաղորդում ունեցել ենք քննարկում նորաձևության վերաբերյալ, ինչ կասեք նեղացող, ճակերտավոր դիզայներների մասին։ Ինչու է նեղանում դիզայները եւ արդյոք ունի հիմնավոր պատճառներ նեղանալու համար։ Ընդունելի է ձեզ համար այդ մոտեցումը։ Մի հարց ես տամ եւ շարունակեմ։ Դիզայները սեր ունի, իգական թե արական։ Ես առհասարակ կարծում եմ, որ բոլոր մասնագիտություններն են նախատեսված են բոլոր սեռի մարդկանց համար, բայց կան մասնագիտություններ, որոնք ավելի համապատասխան եւ համահունչ են կոնկրետ սեռին։ Օրինակ ես դիզայներ ասելով, ինչպես ասելով Վարսահարդար, պատկերացնում եմ ավելի շատ իգական սեռի ներկայացուցիչների։ Սա չի նշանակում, որ մենք հակառակը չենք կարող տեսնել, ինչպես շատ լավ խոհարարներ ունենք, արական սեռի ներկայացուցիչ, բայց ինձ մոտ ընկալումը ավելի շատ այդպիսին է։ Ինչպես որ ես պատկերացնում եմ այդ տարանջատումը։ Աննա ջան, տեսեք, նախ ինչու հարցրեցի։ Ինձ համար ընդունելի չէ, երբ տղամարդը նեղանում է։ Դու աղջիկ չես, որ նեղանում։ Դա աբսուրդի։ Մենք ընկերուհիներով կարող ենք նեղվել ինչ-որ մի հարցում իրար չհասկանալ, բայց չնեղանալ։ Ուղղակի, եթե ընդունելի չի մեր ճանապարհը, պետք է բաժանվի։ Բայց նեղանալ այն էլ դիզայները կամ ինչ-որ մի տաղանդավոր մարդ իրավունք չունի։ Ինչից եք նեղանում։ Նրանից, որ մենք չենք ընկալում այն ինչ որ դուք ցույց եք տալ, գուցե իմ մակարդակը կամ ուղեղը փոքր է, ես չեմ ընկալում։ Չի նշանակում, որ դուք ինձանից պետք է նեղանաք, եթե ես դիտարկում եմ անում կամ իմ կարծիքն եմ հայտնում։ Երբ որ նեղանում են կանայք, դա ինձ համար ընդհանրապես ծիծաղելի է։ Ինչ ունենք իրար հետ կիսելու։ Ինձ թվում է ոչինչ։ Յուրաքանչյուրս մեր բնակավարում ունենք մեր սեփական ասելիքը։
Եվ հենց այդտեղ է ծնվում իմիջիայլոց առողջ մրցակցությունը, որի մասին որ քիչ առաջ հարցնում էի, որովհետև անկախ ոլորտային գործունեությունից իմ կարծիքով ոլորտը գնում է առաջ եւ զարգանում է միայն առողջ մրցակցության այլ հավասար պայմաններում։ Այո, միանշանակ, եկեք խոսենք, եկեք բանավիճենք առողջ։ Ես ինքս էլ նկատել եմ, որ առողջ բանավեճը եւ առողջ քննադատությունը շատ շատերի համար ընդունելի եւ ընկալելի չէ։ Օրինակ ձեր ոլորտում նույն դիզայների հետ կապված դեպքը եթե վերլուծենք, ով էր մեղավոր, ինչն էր պատճառը, ով էր այդ փառքը տվել, ով էր աջակցել եւ որտեղից այդ ինքնավստահությունը, որ ես ազգային արժեքը, ազգային ը, ներկայանալի, աշխարհին հայտնի դարձնող սիմվոլը հայերիս դարձնում եմ մեղմ ասած ծաղրի առարկա։ Եթե այդ հարցին ուղղակիորեն պատասխանեմ, դա կլինի մի քիչ քաղաքական, իսկ մենք փորձում ենք Հա, չքաղաքականացնել։ իհարկե։ Այդ հարցին ես այսպես պատասխանեմ. ով է իրան բարձրացել։ Մենք։ Ես, դուք, մեր նման այլ Ինչու։ մարդիկ։ Ինչու։ Գիտեք ինչ, որովհետև ինքը անձ է, կերպար է, շատ գեղեցիկ, յուրահատուկ է, տարբերվող է հագնվում, շատերը դա հավանում են, ու այսինքն մենք այդ մարդուն կամ մարդկանց բարձրացնում ենք մի աստիճանի վրա, որ փոշին աստղային նստում է իրանց ուսերին։ Բայց մեզանից ոչ մեկ չի ասում փոշին մի փոքր մաքրի եւ ոտքով իջի քայլի, որտեվ դու հասարակ մահկանացու ես։ Շատ լավ։ Այդ դեպքում, քանի որ մենք ոլորտային որոշակի առանձնահատկությունները հաշվի առնելով ընկալում եւ ըմբռնում ենք խնդիրների խորքային եւ մակերեսային, հա, հարցերը, ինչպես եք դուք տեսնում հայեցակարգային այն մոտեցումը կամ ճանապարհային քարտեզը, որը կբերի ոլորտում ավելի խաղաղ մրցակցային պայմանների եւ արդյոք դա կնպաստի հետագայում կապսուլային մոդելների արտահանմանը, որոնք իրենցից արդյունաբերական ծավալներ չեն ենթադրում եւ չեն ներկայացնում։ Աննա ջան, շատ խորքային հարցեր։ Ինչպես եմ ես տեսնում, նախ պետք է բոլորս միանանք, համախմբվենք։ Եթե մենք ուզում ենք, որ մեր երկիրը ներկայացնենք որևիցե մի այլ երկրներում եւ ասեն Հայաստան, մենք բոլորս դիզայներ կլինի, գյուղատնտես կլինի ձեր նման գեղեցիկ, թե չգիտեմ հող վարող կլինի, թե տրակտոր վարող կլինի, մենք բոլորս պետքա միախմբվենք, մենք պետք է իրար օգնենք, մենք պետք է ձեր մի կոլեկցիայից, օրինակ մի պայուսակը, ես օգտագործեմ իմ կոլեկցիայի մեջ կոլաբորացիա անեմ, իմը թույլ տա մեկ այլը, այսինքն մենք այսպես շրջանաձև տնտեսություն պետք է զարգացնենք նորաձևության մեջ։ Իսկ դուք ինչպես եք պատկերացնում ոլորտում գործունեություն ծավալող ձեր մրցակիցները պատրաստ են այդ միավորմանը։ Ես չեմ ընդունում մրցակից բառ, ես ընդունում եմ գործընկեր։ Պատրաստ չեն, թող պատրաստվեն։ Թող վերապատրաստվեն։ Չէ, ես ուզում եմ անցալել արդյոք այդ մարդկանց համար, որոնք ինչպես մենք արդեն արձանագրեցինք, այլ կերպ են պատկերացնում արվեստը, չտարանջատելով ով է վերևում, ով է ներքևում, ընկալում են այն ամենը, ինչը որ դուք այս պահին առաջարկում եք։ Կարծում եմ ոչ։ Շատ լավ։ Այդ դեպքում ես կառաջարկեմ որպես ամենավերջին փորձառություն, փորձի փոխանակում, մի փոքր ներկայացնեք վերջին ցուցադրությունը, որը Հայաստանի սահմաններից դուրս էր, բայց մինչև վերջինին անդրադառնալը խոսեք այն մասնակցության մասին, որը Հայաստանի ներսում էր, եւ երկուսի արդյունքները, վերջնարդյունքները, որը արձանագրեցիք, այնուհետև միասին քննարկենք դրանց տարբերությունները, վերադառնանք գյուղ հետո։ Շատ բարի Աննա ջան։ Մենք չենք անուն տալիս, անուններ չենք շոշափում, մենք ընդլայնված ենք խոսում։ Հուլիս, հունիս, մայիս ամսին մենք Հայաստանում ունեցանք նորաձևության մրցույթ։ Հայտնի դիզայների ղեկավարված մրցույթներ, որը անցկացվեց Մերկելյան ինստիտուտում։ Ամառ, շոգ, չկա օթորակիչ, կա շատ քանակի մարդ։ Ունենք 30 ցուցադրություն,
բայց 30 տարբեր այո, կազմակերպություններ այո, ներողություն։ բայց չունենք որտեղ մոդելները կարող են փոխել իրենց զգեստը։ Դա արեցինք հասարակական զուգարանում եւ ես խնդրում եի Աստծուն, որի մոդելը ներկայացնում էր Ֆոտաբոբիկ, Աստված չաներ, որ մի հիվանդություն ձեռք բերեր, որովհետեւ բուժումը Հակասանիտարական պայմանների միանշանակ չկար կազմակերպվածություն, չկար ճիշտ ժյուրի ընտրություն։ Այս ամենը կազմված էր եւ անցկացվեց մեկ մարդուն գովելու համար, քանի որ բոլոր մրցանակներն ի սկզբանե արդեն տրված էին։ Այսինքն հասկանում ենք խնամի ծանոթ բարեկամ։ Միանշանակ։ Անդրադարձ հաղթողը վաղուց ընտրված էր։ Այո, հաղթողները։ Անդրադարձ մեր նոյեմբերյան ցուցահանդեսին, որին մենք մասնակցեցինք նորաձևության Սանկտ Պետերբուրգում Սադրուժեստվո մոտ նոյեմբերի 19-ից 21-ը։ Ամեն ինչը կազմակերպված, օդանավականի դիմավորությունը, տեղավորումը, մոդելների հաքը, կապը, որ մոդելներն են քեզ տրամադրված, ինչ բոյեր ունեն, ինչ կոշիկի չափեր ունեն, ինչ պետք է հագցնենք, երբ պետք է ցուցադրենք, ինչպես պետք է մուտք գործենք, ինչպես պետք է ելք գործենք։ Դա էլ ունի իր թերությունը, անթերի ոչինչ չի լինում։ Բայց երբ որ դու համեմատում ես քո երկրի ռեսուրսը, որը մենք չենք օգտագործում, միայն մեր եսն ենք հաստատում, եւ տեսնում ես օտար երկրում Ռուսաստանի Դաշնությունում չսիրելով այսօրվա Հայաստանը, բայց մարդիկ գոնե ասում են շնորհակալություն, որ դուք եկաք, շնորհակալություն, որ դուք ցուցադրեցիք, շնորհակալ ենք ձեզ։ Ինչ են անում Հայաստանում։ Քար, լռություն։ Այսինքն այստեղից հետևություն, որ մայիսից մինչև հունիս թե հուլիս։ Մայիսից մինչև հուլիս ժամանակահատվածում Հայաստանում անցկացված մրցույթային փառատոնից հետո կազմակերպությունը որևէ հետադարձ կապ, որևէ շնորհակալագիր, շնորհակալական խոսք չի ստացել։ Մենք մրցակցության մասին չենք խոսում այստեղ, որտեղ ինձ արդեն հասկանալի էր։ Ոչ թե շնորհակալագիր չենք ստացել։ Մենք հենց առաջի ժամը 9:30 ենք դա ստացել։ Դա ստացել ենք կրկին պտիչկա ստանալու համար, ստանալուց հետո այդ ամբողջը այնպիսի վատ հետևանք ա ունեցել, այնպիսի վատ ա անցկացվել, որ ես ընդհանրապես չեմ էլ ուզում հիշեմ ու այդ շնորհակալագիրը այնքան խորն եմ պայավորել, երբևիցե չհիշեմ, որ ես մասնակցություն եմ ունեցել։ Այստեղ իմ ձեռքի տակ կա նաև վերջին մրցույթից շնորհակալագիրը, կցանկանամ, որ դուք ձեր ձեռքով հեռուստադիտողին ցույց տաք եւ մի փոքր մեկնաբանեք ինչ եք ստացել, որպես միակ մասնակից Հայաստանից։ Այո, խնդրեմ։ Սանկտ Պետերբուրգում նոյեմբեր Ընդամենը ամսին։ մեկ նախադասություն։ Կասեք։ Ваш творческий опыт и креативный подход сделали показ ярким и запоминающимся. Հիմա կխնդրեմ նույնը հայերեն, Translate. Ձեր տվորչեսկի ստեղծարար փորձը եւ կրեատիվ մոտեցումը այս նորաձևությունը արեցին հիշելի եւ գունեղ։ Լավ, այդ դեպքում ինչ ունի այս պահի դրությամբ հայկական նորաձևությունը, հայկական ֆեշնը։ Ունի տաղանդ, ունի շուկա, ունի առաջարկ, չունի պահանջարկ, թե կա պահանջարկ, բայց չունենք համահունչ առաջարկ։ Հայկական ֆեշնը ունի տաղանդներ, ունենք առաջարկներ, մի փոքր պահանջարկների հետ, բայց չեն համահունչ չեն, բայց մենք չունենք դեպի շուկա դուրս գալու ճիշտ ուղղորդող։ Եթե օրինակ վաղը, հենց վաղը անմիջապես, հանենք ծանոթ բառը բառապաշարից, կունենանք արդյոք մենք
ձևավորված բրենդի կամ ձևավորվող բրենդի արագ աճ կամ առաջ մղում։ Այո, միանշանակ, Ինչպես։ որտեղ տեսնեք ծանոթ բառ, այնտեղ հիշեք, որ ավտոմոբիլը ունի արգելակ։ Շատ լավ, իսկ նորաձևությունը Հայաստանում ստեղծվում է տաղանդների կողմից, թե դա մենք ենք ստեղծում այս օրվա դրությամբ։ Տեսեք, մենք ունենք շատ տաղանդավոր դիզայներներ, որոնք չեն ուզում ոչ պետության հետ գործ ունենան, ոչ դիզայներների, իրանք գործում են ինքնուրույն։ Անհատապես։ Այո։ Ինչ է մեզ պետք։ Մեզ պետք է հայկական նորաձևությունը մտածի ոչ թե իմ ծանոթին ուղարկեմ Ֆրանսիա, բայց չունենք ոչինչ ներկայացնելու։ Ոչ թե մեր fashion ասոցիացիային տանք առաջնային դերը, որտեվ չգիտես նորից երևի ծանոթ բարեկամ, հիմա սրանից տո ինձ դժվար է արդեն իրենք զանգեն, ինչևէ, այլ գտնենք այդ անհատներին, որի շնորհիվ մենք կարող ենք զարգացնել եւ պարտավոր ենք զարգացնել հայկական fashion-ը, բայց կասեմ նորաձևությունը։ Շատ բարի։ Կասեք ինձ, ինչպես եք տեսնում գյուղի էկոլոգիայի ներդրմամբ նորաձևության առաջմղումը եւ ինչ հնարավոր ռեսուրսներով կարելի է ներդնելով գյուղը, էկոլոգիան, տնտեսությունը հասնել ավելի արդյունավետ հաջողությունների, լավ, այսպես անվանենք։ Ստեղծելով էկո համակարգ նորաձևության մասին։ Ինչա դա ասում։ Դա նշանակում է, որ մենք պետք է դուրս գանք սինթետիկ։ Մենք պետք է դուրս գանք քիմիական խառնուրդներից եւ զգեստները եւ կտորները եւ գնանք ավելի զարգացնենք մեր բնածին, օրգանական, ինչպես դուք եք սիրում ասենք, ամեն ինչը։ Կլինի մեր զգեստը, մեր թելը, մեր մետաքսը, մեր բուրդը վերջով, մենք այսքան ոչխարներ ունենք, բուրդ չենք օգտագործում, չենք մանում, չենք թելում, չենք գործում, բայց ավելի հակված ենք գնանք այլ երկրներից բերենք սինթետիկ քիմիական ինչ-որ կտորներ։ Այդպես մենք պետք է վերադառնանք նորից գյուղ, քանի որ ամեն ինչ ինձ համար եւ ձեզ համար սկսվում է գյուղում։ Շատ լավ, եզրափակիչ մի այսպիսի հարց, մենք ի վերջո ձեր պատկերացմամբ կարող ենք եւ ունենալու ենք նորաձևություն։ Այո, իհարկե, թե նորաձևությունը կրթվելու հետ չբերենք չմիացնենք, որ կրթվելը նորաձև է, նորաձևությունը պետք է լինի հնաձև, կրթվելը պետք է լինի հնաձև, որովհետև ինչպես ասել է Կոկո Շանելը, всё модное это забытое старое։ Հիմա հայրեն, այնինչ հիմա նորաձև է, դա հնում մոռացված ինչ որ մի ոճ է եղել։ Ինչ խորհուրդ կտաք ոլորտում գործունեություն ծավալողներին, նոր ոլորտ ներմուծվողներին եւ ինչ կհավելեք այս ամենին։ Նորեկներին ես միանշանակ մաղթում եմ ոչինչից չվախենալ, ընդունել յուրաքանչյուր մարտահրավերը, ընդհանրապես չլսել ոչ մեկին, ինչ մտադրված եք, այդպես էլ առաջ գնացեք, տանկի նման ուղիղ գնացեք, աջ ձախ մի նայեք, եթե ձեր գաղափարը ըստ ձեզ ընդունելի է եւ հասանելի է, ուրեմն արարեք, նորաձևությունը ավելի բարձր մակարդակի բարձրացրեք, որ ասեն Հայաստանը եւ միանշանակ լինի նորաձևությունը։ Այսինքն փոխենք, որ Հայաստանը կարող է լինել նորաձև։ Հայաստանը պետք է լինի Պետք է նորաձև եւ ներողություն, ինչպես դուք անցած հաղորդումներում ասեցիք, մենակով կարող ենք փոխել շատ բաներ։ Այստեղ մենակ, այնտեղ մենակ, այդ մենակները կփոխեն ամեն ինչ։
Ցանկություն է պետք։ Ես էլ իմ մասով կհավելեմ սիրելի Սուսաննա, որ իմ մասնագիտական ամբողջ ներուժի սահմաններում կփորձեմ աջակցել, որ այն մանրաթելային արտադրությունը, այն վերամշակման process-ները, որոնք կարող ենք կազմակերպել Հայաստանում, ի նպաստ հայկական նորաձևության եւ գյուղական ոճի պատրաստ եմ ի նպաստ ընդհանուր աշխատանքի ի կատարածել։ Շնորհակալ եմ Աննա ջան, չեմ կասկածում։ Ձեզ էլ եմ շնորհակալ շատ, հետաքրքիր զրույց էր, բազմաբովանդակ։ Կարծում եմ, որ հասկացողը կհասկանա, իսկ ով չի հասկանալու, միևնույն է ժամանակավոր է աշխատելու ցանկացած ոլորտում։ Թերևս այսօր այսքանը, Աննա Գրիգորյան, Գյուղքաստ։ Սուսաննա Չելիկյան, Գյուղքաստ։ Կարող ենք ասել Գյուղքաստ չէ, նորաձևություն քաստ այսօր։ Շնորհակալ եմ Աննա ջան։